Իրազեկում հանուն կյանքի։ Անուշ Գևորգյանը Հայաստանի այն 15 բուժառուներից մեկն է, ում մոտ ախտորոշվել է ողնուղեղային մկանային ատրոֆիա։ 22-ամյա աղջիկը հայ և վրացի բժիշկների կողքին է մեր երկրում հիվանդության բուժման բարդությունները բարձրաձայնելու նպատակով։ Մկանային ատրոֆիան փոխանցվում է գենետիկորեն, ի հայտ գալիս հիմնականում նորածնային տարիքում։ Բուժման բացակայությունը կարող է հաշմանդամության պատճառ դառնալ։ Ատրոֆիան աշխարհի երկրորդ ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունն է։ Հիվանդության հանդիպելիությունը 1/10,000 է, ինչը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի ծնվում են 3-ից 4 նորածիններ ամենածանր տեսակով, որովհետև հիվանդությունը ունի տարբեր տեսակներ, կախված թե որ տարիքում է առաջանում, այստեղ մեր բուժառուները ունեն երկրորդ կամ երրորդ տիպը այդ հիվանդության։ Որ հասկացա, որ դեղը օգնում է եւ ես ունեմ դաշ բուժումը շարունակելու կարիքը, հիմա ես ամեն ամիս եմ դրամահավաքանում հաջորդ ամսվա համար, ճիշտ ասած, մեծ հավատով, որ գուցե հաջորդ ամիս այլևս դրամահավաքի կարիք չունի եւ արդեն լինի պետական աջակցությունը։ Մինչև 2016 թվականն այս հիվանդության կանխարգելման կամ բուժման մեթոդներ չկային։ Այժմ դա հնարավոր է թանկարժեք դեղերի և հետազոտությունների միջոցով։ Դեղորայքը գնելու համար բուժառուներին ամսական 3-ից 6 միլիոն դրամ է հարկավոր։ Ուստի շատ երկրներում, օրինակ Վրաստանում, դեղերը բուժառուները պետպատվերով են ստանում։ Որոշ զարգացած երկրներում կա նույնիսկ նեոնատալ սկրինինգ, այսինքն բոլոր բալիկներին, բոլոր նորածիններին ստուգվում է, քանի որ դա քիչ թե շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, այսպես կոչված որբ հիվանդությունների խմբում, ստուգվում է այդ հիվանդության առկայությունը և սկսվում է բուժումը մաքսիմալ շուտ։ Այդ դեպքում արդյունքները հրաշք են։ Ճիշտ է, ծրագիրը հարևան երկրում գործում է շուրջ 3.5 տարի, բայց արդեն դրական արդյունքներ է տվել, նշում են վրացի բժիշկները։ Վրաստանում պետպատվերի շրջանակում տրվում է Ռիզդիպլամ դեղը։ Ինձ հայտնի է, որ մոտ 140 բուժառու, ներառյալ 65 երեխա մինչև 18 տարեկան, այս պահին ստանում են այդ դեղորայքը։ Տարեկան մեր երկրում հիվանդությունը գրանցվում է մոտ 5-ից 8 նորածնի մոտ։ Մինչև դեղի հասանելիությունը Վրաստանում վիճակը շատ ծանր էր։ Պետական աջակցության ծրագրի մեկնարկից հետո տեսանելի առաջընթաց ենք գրանցել։ Պետք է նշեմ, որ ինչքան էլ դեղի հասանելիությունը կարևոր է, բայց ծանր հետևանքներից խուսափելու համար շատ ավելի կարևոր է դրա վաղ ախտորոշումը։ Մասնագետները վստահ են, երկու երկրի գործակցությունը կնպաստի Հայաստանում հիվանդության կանխարգելմանն ու բուժմանն ուղղված պետական աջակցության ավելացմանը։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։